Է ուրախ եմ, չի երևում, բարև ձեզ։ Քանի որ ենթադրում եմ, որ հարցերը ներքաղաքական օրակարգից են լինելու, ամեն դեպքում ուզում եմ արտաքին քաղաքական օրակարգի վերաբերյալ մի մեջբերում անել, հետո անդրադառնանք ձեր հարցերին։ Երեկ Իլհամ Ալիևը հանդես է եկել հայտարարություններով ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման մասին, այլ թեզերի մասին արդեն խոսվեց, բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրել մի կարևոր հատվածի։ Իլհամ Ալիևը ուղիղ ասել է, որ ԵՀԿ Մինսկի խմբի ուղերձներից մեկը այն էր, որ իրենք պետք է գնան ու բանակցեն, երկրորդը այն էր, որ այլ լուծում չկա բացի բանակցությունները, երրորդը, որ Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել, իսկ չորրորդը, որ եթե պատերազմ սկսեն, նրա դեմ պատժամիջոցներ կկիրառվեն։ Ես ուզում եմ ասել, որ Իլհամ Ալիևը բացահայտում է իրականում ինչպես են վարվել բանակցությունները, սկսած, որ փակ դռների ետևում մեզ ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը, միջև այն, որ ստիպում էին բանակցային գործընթացով բացառապես լուծել, այլապես ճնշում կգործադրեին, ու թե ինչպես պատահեց այնպես, որ բանակցային գործընթացը խեղվեց ու շեղվեց այնպես, որ Հայաստանը մենակ մնաց Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմում, ու հետո էլ գործող իշխանությունը այդպես հպարտորեն հայտարարում է, դե մենակ մնացինք մենք, մեզ օգնող չեղավ, դատեք բանակցողների բանակցային հմտություններից։ Այսքանը արտաքին քաղաքական օրակարգի դեմ, ել չեմ խոսում մասին, ել չեմ խոսում այն բանի վերաբերյալ, որ ուղակի հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո արևմտյան Ադրբեջանը այդ կոնցեպտի թեման փակ է, ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման թեման փակ է, օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են սկսել դրա մասին խոսել, քան երբևէ միջևես խոսել են։ Այսենց բանակցային հմտություններով իշխանության հետ գործ ունենք։ Հիմա սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Ֆակտորը է։ Ուժը ուղիղ ասեց ինչ հարցեր է պետք տալ։ Տիկին Վարդանյան, ընդդիմությունը ինչու չի գալիս նիստերին, ինչն է պատճառը, եւ խորհրդարանը դեռ իր աշխատանքները չի ավարտել, ու դուք նաեւ հավակնում եք հաջորդ գումարվելիք խորհրդարանում լինելու, եթե չեք աշխատելու, չեք գալու ձեր ընտրողների շահերը, այսպես ասած, խորհրդարանում չեք ներկայացնելու, իրենց հուզող խնդիրների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններ չեք ներկայացնելու, հարցադրումներ չեք անելու, մանդատները վերցնելու եւ ընդդիմության տեղերը զբաղեցնելու նպատակը որն է։ Սա մեկ եւ մենք երեք խոսեցինք, հա, Սամվել Կարապետյանի հետ ձեր հավանական համագործակցության մասին, ինչ որ բան փոխվել է, արդեն նորություն կարող եք ասել, Քոչարյան-Կարապետյան հանդիպում երբ տեղի կունենա, հաշվի առնելով առաջարկ, որ Սամվել Կարապետյանն արել է։ Շնորհակալություն հարցերի համար։ Ընդդիմությունը որևէ մեկի տեղը չի զբաղեցնում, հարգելի գործընկերներ, օրինակ ընդդիմությունը չի զբաղեցնում որևէ այլ ընդդիմադիրի տեղ, չի զբաղեցնում լրագրողների տեղ, զբաղեցնում այն տեղը, որը իրեն տալիս են քաղաքացիները, եւ քաղաքացիները, մեր նաեւ ընտրողները, հիմա մենք ուսումնասիրում ենք, բավական տարբեր պահանջներ ունեն մեզնից, հավատացեք, ռադիկալ նաեւ տարբեր պահանջներ, իսկ ընդդիմությունը այս ընթացքում հենց դրանով էր Հայաստան խմբակցությունը հենց ձեր ասածով էր զբաղված է եղել, ընդդիմության հարցերի շնորհիվ է, որ դուք իմացել եք Հայաստանից քանի քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացված։ Ընդդիմության հարցերի շնորհիվ է, որ հանրությունը իմացել է ճշմարտությունը Ադրբեջանի հետ նախաստորագրված փաստաթղթի մասին, որը հրաժարվում էին հրապարակել։ Ընդդիմությունը 5 տարվա ընթացքում ներկայացրել է 25 օրենսդրական նախաձեռնություն, որոնք վերաբերել են թոշակների բարձրացմանը, բազմազավակ ընտանիքների աջակցության ավելացմանը, դրանցից ոչ ոք գործող իշխանությունը չի ընդունել, քննարկման առարկա չի դարձրել, բայց հիմա խոստանում է անել այն, ճիշտ այն, թոշակների ինդեքսավորման մասին նկատի ունեմ, որը ներկայացրել է ընդդիմությունը եւ որը ինքը մերժել է։ Եթե նկատի ունեք վերջին քառորյային չմասնակցությունը եւ դրանից եք, այսինքն եզրակացություն, որ չգիտեմ, հարցերը հրաժարվում ենք բարձրաձայնել եւ այլն, թույլ տվեք ասել դա այդպես չի, վերջին քառորյայի։ Ներեք, բայց դուք վերջին շրջանում կառավարության հետ հարցոպատասխաններին չեք գալիս։ Դա մարտավարություն է, որը մենք ազատ ենք որդեգրել։ Ուզում ենք մասնակցել, չենք ուզում մասնակցել, ուզում ենք այդ պահին Նիկոլ Փաշինյանին անսահման հարթակ տալ խոսելու, թե չենք ուզում տալ։ Դուք ի վերջո տեսաք նաեւ մեր չմասնակցության վերջին նիստին, որտեղից է գալիս հիստերիան, որտեղից է գալիս ագրեսիան, չէ՞ որ ընդդիմությունը երբ որ մասնակցում է, այսպեսի մի հատ հավասարեցման նշան կա, ասում են, դե երկուսդ էլ իրար արժանի եք, մի սրեք, այս բառապաշարը չենք ուզում լսել։ Ընդդիմությունը վերջին նիստերին չկար։ Կար հիստերիան, կար գորգռոցը, կար վիրավորանքը, ու տեսանք այդ ամեն ինչը, չէ՞ որտեղից է գալիս, դա մարտավարություն է։ Այդ մարտավարությունը մենք երբեք չենք ասել, որ չի կարող փոխվել։ Այո, մենք այն ընդդիմադիր ուժն ենք, որ բոյկոտել է օրինակ ամիսներ շարունակ
Գնահատել ենք, հասկացել ենք դա արդյունավետ չի, փոխել ենք մարտավարությունը։ Գնահատել ենք, որ այս շաբաթ հարցը պատասխանին պետք է մասնակցել, գնացել ենք հարցերը տվել ենք։ Գնահատել ենք, որ Նիկոլ Փաշինյանը իր թեզերի հետ պետք է մնա այդ շաբաթ։ Չենք գնացել, մենք մարտավարություն փոխելու հետ խնդիր չունենք։ Մենք խնդիր ունենք նպատակներ փոխելու հետ, որը երբեք չենք արել եւ չենք անելու։ Ինչ մարտավարություն կորթեգրենք։ Կներեք, դա անդիմության ազատ կամքն է։ Մենակ այստեղ ասեմ, որ այն նարատիվը, որ առաջ են տանում այդ թվում նաեւ մեդիայում, անդիմությունը հուսամ նաև իշխանության պատգամավորները երբեք աշխատավարձ չեն ստանում իրենց չներկայացած նիստերի համար։ Սա ուզում եմ ուղղակի հանրությունը իմանա ու այս բանը ավարտենք, որ չեք գալիս, աշխատավարձ եք ստանում եւ այլն։ Ինչ վերաբերում է համագործակցության մասին, մենք ենք եղել այն ուժը, որ այդ թվում նաև խնդրական շրջանում ասել ենք, որ այո, համագործակցություն անհրաժեշտ է, որովհետև ստեղծված իրավիճակը չկա մի քաղաքական ուժ կամ մի անհատ, որ կարող է միայնակ լուծել։ Ուրախ ենք, որ հիմա գնում ենք այդ ճանապարհով։ Թույլ տվեք ասել, որ Նիկոլ Փաշինյանը իր գործողություններով ու ռետորիկայով ամբողջությամբ նպաստում է, որ ընդդիմությունը հասկանա իրականությունը եւ գնա այդ ճանապարհով։ Ավելի կոնկրետ դետալներ, կոնկրետ մարդկանց հանդիպումների մասին բնականաբար ես չեմ կարող ասել։ Հիմա կան քննարկումներ, առողջ քննարկումներ, որոնց արդյունքները կարծում եմ առաջիկայում կդրսևորվեն։ Ես գնահատում եմ եւ կարեւորում եմ, որ կա այդ քննարկումը եւ գիտակցումը համագործակցության անհրաժեշտության, որտեղ դա է միակ ճանապարհը։ Մնացածը կարծում եմ առաջիկա փուլում, որը սահմանադրական դատարան ընդդիմության ուժերի բողոքների քննարկման փուլն է, ավելի པարզ կերևա ինչի մասին են այս քննարկումները համատեղ աշխատանքը։ Սիվիկեյը շնորհակալություն Տիկին Վարդանյան, խնդրում եմ հստակեցրեք համագործակցություն ասելով նկատի ունեք արտախորհրդարանական համագործակցության մասին, թե խորհրդարանի ներսում եք պատրաստվում համագործակցել եւ եթե արտախորհրդարանական համագործակցության մասին է խոսքը, պարոն Կարապետյանը համատեղ ինչ որ կոմիտե ձևավորելու, հետո փողոցային պայքար սկսելու եւ իշխանությանը հեռացնելու մասին է խոսում։ Մինչդեռ մենք գիտենք, որ ձեր խմբակցությունը մեկ անգամ արդեն անցել է այդ տրորված եւ ձախողված ճանապարհով 2022 թվականի դիմադրության շարժումը նկատի ունեմ։ Սա առաջին հարց եւ երկրորդը Տիկին Վարդանյան, ձեզ համար այս պահին հստակ է, թե ինչու ձեզ չհաջողվեց երկրորդ փորձից վերցնել իշխանությունը 21 թվականին Նիկոլ Փաշինյանի հեռացման ժամացույցն էիք միացրել հետհաշվարկի, չհաջողվեց, մինչև քոք մաշացնել եւ այլն կրել 26-ին էլ չհաջողվեց։ Ինչն է պատճառը։ Վատ լիդեր է առաջնորդում Հայաստան դաշինքը, լիդերի խնդիր է, գուցե դաշնակցությունը առաջնորդ էր Հայաստան դաշինքը, որպեսզի հաջողություն ունենակի վերջը 136 տարեկան կուսակցություն եք հաստատ մի արժանի լիդեր կգտնվեր ձեր շարքերում։ Շնորհակալություն։ Մինչև վստահ մի քանի արժանի լիդերներ կան, եկեք սկսենք առաջին հարցից, ինչ վերաբերում է համագործակցության մասին։ Համագործակցության ֆորմատները որոշում է ընդդիմությունը, ոչ մենք չենք պատկերացնում սահմանափակ համագործակցություն, բաց ենք, պատրաստ ենք համագործակցության համար բոլոր այն ուժերի հետ, ում գնահատականները համընկնում են եւ ում նպատակը փոփոխությունն է։ Այդտեղ որևէ սահմանափակումներ չկան, թույլ տվեք նաեւ իշխող ուժի падգամավորի հարցին, որ այսպես շատ ողջավորված ասում էր Քրիստինե Վարդանյանն այս հարցերը կտակ, պատասխանեմ երագլուխ պատերազմի երագլուխ դևը Նիկոլ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանն է։ Մենք պատերազմի այդ երագլուխ դևի հետ համագործակցություն չենք պատկերացնում, մենք պատկերացնում ենք պայքար իրենց դեմ ու առաջինը այդ դևի ամենախամաճիկ, ամենակախված գլխի դեմ պայքարն է։ Այս բառապաշարը, որը դուք օգտագործում եք, լավագույնս ցույց է տալիս ձեր վախերը, չէ, իշխող ուժին եմ ասում, ձեզ էր նայում ասում հարց կտակ, լավագույնս ցույց է տալիս ձեր վախերը ու այս ընտրություններից հետո ի՞նչ է կատարվել ձեր հետ։ Հաղթանակ եք տոնը, խի հաղթանակ, ինչի հաղթանակը չեք տոնում։ Ինչի եք սենց ավելի ագրեսիվ, ինչի եք ավելի հիստերիկ, ինչի եք ավելի գրեհիկ, անգամ երբ մենակ եք։ Կարող է ինչ-որ բան պատահել, կարող է խոստացել եք սահմանադրական մեծամասնություն եւ չեք կարողացել ստանալ, հիմա չգիտեք ոնց արդարանալ։ Հիմա հարցնում եք քանի անգամ պիտի փորձեք, այսինքն հարցերի համակցությունը մի քանի անգամ փորձել եք, չի ստացվել, պիտի փորձենք այնքան մինչև ստացվի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը մինչև 2018 թվականը քանի անգամ էր փորձել։ Քանի ընտրության էր մասնակցել։ Քանի շարժում չէր հաջողել։ Այսինքն քանակ կա հայրենիք փրկելու փորձերի համար։ Պիտի փորձենք այնքան մինչև հաջողի։ Ինչու չի հաջողել։ Որովհետև Հայաստանում տերոր է։ Մտքի խղճի ազատությունների բոլոր տեսակ այնպիսի խախտումներ են հայտնաբերվել
Ես հիմա գայթակղության իհարկե չեմ տրվի ասելու, Սահմանադրական դատարանում կքննվի դա, բայց որ աննախադեպ են անգամ Հայաստանի պատմության, որը ունեցել է այո վատ ընտրություններ, ունեցել է ընտրախախտումներ, անցել է 90-ականների շրջանը։ Ի վերջո ուղիղ եթերում Հայաստանի Հանրապետությունում երբեք մի ամբողջ ուժի ձայներ չեն գողացվել ու մի ուժ ոչ թե ժողովրդի այլ կայի քվեարկությամբ դուրս չի թողնվել խորհրդարանից։ Այս սրա համար այս Թուրքիայի, Ադրբեջանի աննախադեպ Հայաստանի գործերի միջամտության, մյուս երկրների աննախադեպ Հայաստանի գործերի միջամտության արդյունքում այո դեռևս չի հաջողվել իրավիճակ փոխվել, բայց գիտեք ինչ է հաջողվել անգամ այս terror-ի պայմաններում, անգամ այսքան երկրի ներքին գործերին ուղիղ միջամտության, հաջողվել է շուրջ 200,000-ով ավելացնել ընդդիմադիր քվեները, շուրջ 10%-ով ավելի անգամ այս նկարած թվերով ներկայացվածություն ունենալ խորհրդարանում, հաջողվել է այնպես անել, որ իշխող ուժը ոչ միայն սահմանադրական մեծամասնություն չունենա, այլ նաև 50+ արդյունք չունենա։ Հիմա եթե սա իրենց համար հաղթանակ էր, առնվազն Պիրոսյան հաղթանակ էր, մեր համար ոչ, հաղթանակ չէր։ Հաղթանակ չի, քանի այս ամեն ինչը չի փոխվել, բայց չենք էլ պատրաստվում թևերը իջեցնել, սպիտակ դրոշ բարձրացնել եւ ասել դե չստացվեց ինչ որ անգամից, ինչ որ տարի պայքարից հետո։ Մեր համար սա մեր կյանքի, մեր երկրի համար պայքար է, որը փորձերի քանակ, ժամանակատված չի ենթադրում։ Անելու ենք այնքան, մինչև ստացվի։ Ի վերջո չենք կարող ավելի պակաս համառ լինել, քան Նիկոլ Փաշինյանը իր հակազգային նպատակներում։ Մի հստակեցում անելու եք այնքան նկատի ունեք եւ քաղաքական հարթակ ազգային ժողովը օգտագործելով եւ նաեւ փողոցը, այսինքն երկու հարթակներն էլ դիտարկում եք, թե միայն ազգային ժողովը, որովհետեւ դիմադրության շարժման ձախողումից հետո դուք վերադարձաք խորհրդարան, դադարեցրիք բոյկոտը եւ խորհրդարանական մակարդակում եք պայքարում եւ մի բան էլ Տիկին Վարդանյանն ասում եք Նիկոլ Փաշինյանը քանի անգամ է փորձել եւ ձախողել է ձեզ համար պարզաբանված են թե որոնք են եղել այդ ձախողման պատճառները գուցե ձեր ասած խղճի մտքի եւ մնացած ոլորտների terror-ը, որը արկա էր ձեր քաղաքական լիդերի պաշտոնավարման, ինչպես նաեւ նրա հաջորդի պարոն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք։ Երկրորդ հարցը մի քիչ անհասկանալի էր։ Հայաստանում 2020-ից հետո եղած բոլոր շարժումների արդյունքն է, այն մթնոլորտը, որ մենք ունենք, ֆրանսիական դիմադրությունը չհաջողեց ազատագրել Ֆրանսիան օկուպացիայից, բայց ֆրանսիական դիմադրության շնորհիվ է, որ այսօր Ֆրանսիան նայում է ամբողջ աշխարհին եւ ասում է, որ ինքը ֆաշիստական պետություն չի եղել, իր հասարակությունը հաշ չի եղել ֆաշիզմի հետ եւ ինքը պայքարել է դրա դեմ։ Ճիշտ այնպես ինչպես ֆրանսիական դիմադրությունը, այնպես էլ հայկական դիմադրությունը եւ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք եղած բոլոր շարժումները հետագայում դառնալու են մեր արժանապատվության կետերը, որով Հայաստանը ասելու է, որ հաշ չի եղել այս ամեն ինչի հետ ու հասարակությունը հաշ չի եղել։ Դրանք կաթիլներ են այն ծովում, որը հետագայում դառնալու է ալիք եւ փոխելու է իրավիճակը։ Սա մեկ, երկրորդը մեզ համար ես ներկայացնում եմ մի ուժ, որի համար չկան այսինքն չի բացառում մի գործիքը մյուսին։ Մենք կողմ ենք բոլոր գործիքների օգտագործմանը, բայց դա մարտավարական հարցեր են։ Իսկ մարտավարությունը այս փուլում ձևավորվել է նաև այլ ուժ քաղաքական, մյուս ուժը դեռ չգիտենք շեմա հաղթարելու հարցը Սահմանադրական դատարանում նաև պիտի քննարկվի, մենք կարծում ենք, որ մարտավարական առումով ընդդիմությունը պիտի հանդես գա միասնական դիրքորոշումներով, որովհետև դա է ամենաարդյունավետը։ Այդ բոլոր հարցերը կապված են այդ քննարկումների հետ եւ կարծում ենք, որ ընդդիմությունը, եթե ուզում է արդյունավետ լինել, պիտի ունենա այս հարցերում խորհրդարան գալ չգալ, պայքարի միջոցների համակցում ունենա միասնական դիրքորոշում, որովհետեւ այդպես ավելի արդյունավետ է։ Մեզ համար որը պայքարի որևէ մի գործիք չի բացառում մյուսին եւ այստեղ անցնող տարիները դա միայն ցույց են տվել։ Այսքան։ Այլ հարցեր։ Հարց Տիկին Վարդանյան, ուժեղ Հայաստանը ընդամենը մի քանի ամսվա կյանք ունեցող քաղաքական ուժ է։ Գիտի նորից էլի կրկնեմ, որ հայ հեղափոխական դաշնակցությունը ավանդական կուսակցությունը 136-ն է բոլորում օգոստոսին, եթե չեմ սխալվում, օգոստոսին։ Ինչպես ստացվեց, որ կես տարվա կյանք ունեցած քաղաքական ուժը ավելի շատ ձայն հավաքեց,
26-ի խորհրդարանական ընտրություններում, քան ձեր ուժը։ Իդեպ պարոն Սամվել Կարապետյանը նախորդային խմբագիրների հետ ԱՑՈՒԼԻՍ-ի հարցազրույցի ժամանակ հատուկ շեշտեց այս հանգամանքը, որ իրենց հաջողվեց 2 անգամ ավելի շատ ձայն հավաքել, քան ընտրական process-ների միջով անցած, փորձառություն ձեռք բերած, թրծված քաղաքական ուժերի։ Շատ լավ, ես այդտեղ որևէ խնդիր ոչ միայն չեմ տեսնում, եթե ինչ-որ մեկի համար գաղտնիք է, որ մենք 5 տարի, երբեմն նաև միայնակ այս իշխանությունների հետ պայքարում մնալով հարվածներ ենք հասցրել, նաև հարվածներ ենք ստացել, մաշեցրել ենք, նաև մաշվել ենք, դա մեզ համար գաղտնիք չէ, մենք դա հաճախ արել ենք մեր պարտականությունը շատ լավ իմանալով, որ դա եւ իմիջային կորուստ կարող է լինել, եւ վարկանիշային, բայց մենք չենք վախեցել սպիտակ վերնաշապիկները կեղտոտելուց, չենք վախեցել հարված ստանալուց, հարված ստանալուց հետո չենք կարողացել ենք ուժ գտնել վերականգնվելու եւ որևէ խնդիր այդտեղ չեմ տեսնում, բնական է, որ այս իրավիճակում նոր իհայտ եկած ուժը, ով ունի նաեւ ռեսուրսներ, կարող է նոր առաջարկներով հանդես գալու դեպքում ունենալ ավելի շատ ձայներ, դա ոչինչ չի որոշում, հատկապես Դաշնակցության 136 տարին, որ վկայակոչում եք, այնքան բան է այդտեղ եղել, Դաշնակցությունը եղել է, որ խորհրդարանում չի եղել է Օսմանյան կայսրության խորհրդարանում, այնքան բան ենք տեսել ենք ուժեր, որոնք 3 անգամ ավելի շատ են հավաքել, հիմա հետքը չկա, դա ոչինչ չի նշանակում։ Մենք արժևորում ենք ամենաբարձրը գնահատում ենք այն գրեթե 150,000 ձայնը, որ անգամ այս պայմաններում մենք հակառակ հարցը պիտի տանք։ Բա ոնց այդ ուժը, որ այս 5 տարի այո նաև այդ մաշեցման պայքարում կարողացավ դիմանալ, 150,000 ձայն ստացավ այն պարագայում, երբ հայտնվեցին բազմաթիվ այլընտրանքներ, հայտնվեց մեկ խոշոր ուժ, եւ բոլորը ասում էին, այ եթե հայտնվի այլընտրանք, այդ ուժը այլևս խորհրդարան չի անցնի։ 150,000 գաղափարական, առանց որևէ այլ մոտիվացիա ունեցող, կոնկրետ գնահատականներ հնչեցնող քաղաքացիներ մեզ վստահել են իրենց ձայնը։ Դա մեր համար ոչ թե քիչ չէ, հսկայական, աննախադեպ հսկայական աջակցություն է, այնքան պարտավորեցնող, որ հաշվետու ենք իրենցից յուրաքանչյուրի առաջ ու դողում ենք իրենցից յուրաքանչյուրի ձայնի համար։ Այո, շատ տրամաբանական է, որ այն ուժը, ով ունի հաղթող ուժի ընկալում, ստանում են նաև շատ ձայներ ու ոչ գաղափարական կարող է լինել ուղակի մտածում են, որ հիմա իշխանությունը փոխվելու, դա նույնը եղել է մեզ այդ 21-ի ընթացքում, նաև մեզ չսիրողներ քվեարկել են, որտեղ մտածել են փոփոխություն է, 26-ի մեր ստացած քվեները գաղափարական վստահության քվեներ են, որը մեր համար հարստություն է, ու այդ յուրաքանչյուր քվե մեր համար այնքան մեծ արժեք ունի, ու եթե ինչ որ մարդիկ կան քաղաքական ուժերում համար 150,000 քվեն, այդպես բանի ենթակա չէ, հաշվի կարող է չնստել դրա հետ, մենք երբեք այդ քաղաքական ուժը չենք եղել ու չենք լինելու։ Այդ դեպքում թույլ տվեք Ժամանակավորվում է, հստակեցում ել, իսկ ուժեղ Հայաստանին հանուն ինչի են քվեարկել, հանուն գաղափարի, թե փողն ու ազդեցությունն են դեր ունեցել ձեր։ Ես այդպեսի բան չասեցի, ուժեղ Հայաստան ներկայացուցիչներին սիրով կարող եք ուղղել ձեր հարցը, կարծում եմ գլխավոր դերակատարում է ունեցել վստահությունը, որ լինելու է փոփոխություն։ Վերջին կարճ հարցը ֆակտորը է։ Տիկին Վարդանյան, դուք ասացիք 150,000 քվե եք, չէ՞, ստացել այս ընտրություններով, բայց դա ձեր բերում եք դուք համարում, որովհետև 2021-ին Հայաստան դաշինքի քվեներն ավելի շատ են, երկրորդ ուժն էիք խորհրդարանում, ինչու այսպես ստացվեց, որ Հայաստանի մասին մտածող, Հայաստանի քաղաքացիների բարեկեցության մասին մտածող, Հայաստանի անվտանգության դիրքերը հզորացնող ուժին քվե չեն տալիս։ Դուք ունեք այս հարցի պատասխանը։ Եթե դուք համարում եք, որ 150,000 քվեն քվե չէ, ես այդպես չեմ համարում։ Ներողություն, նկատի ունեմ իշխանություն ձևավորելու համար։ Ես այդպես չեմ համարում։ Այո, 21-ին ավելի շատ ենք ստացել, որտեվ 21-ին խոշորաշով եղել ենք միակ այլընտրանքը։ Եթե դուք ինձ հարցնում եք, որ տխուր եք, որ միակ ուժը չեք այլևս ու կա ընտրություն ընդդիմադիր դաշտում, որը թույլ է տվել ավելացնել ընդդիմադիր դաշտի քվեները 200,000-ով, այդ թվում նաև ձեզնից քվեներ պատկասացնելու հաշվին, ոչ, ուրախ եմ, թող մեր քվեները թեկուզ պակաս լինեն, ընդդիմադիր դաշտի ընդհանուր քվեները եւ աջակցությունը ավելի շատ լինի, միայն ուրախ եմ դրա համար։ Եթե ինձ հարցնեիք, ինձ կուզեիք միայնակ լինեիք, ավելի շատ քվե ստանայիք, քան 21-ին, պայմանական 30,000, բայց ընդդիմադիր դաշտի քվեները գումարային ավելի քիչ լիներ, ոչ, չէի ուզենա,
որովհետև հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ ընդդիմադիր դաշտի ընդհանուր աջակցությունն է, որ կարևորը։ Ես ուրախ եմ Բարգավաճ Հայաստանին տված յուրաքանչյուր քվեի համար, ուրախ եմ Ուժեղ Հայաստանին տված յուրաքանչյուր քվեի համար, որովհետև գնահատականս այն է, որ իրենք այդ քվեները տրվել են հանուն փոփոխության, չեն տվել իշխանության գնահատականների։ Ինձ համար կարևոր է, որ շուրջ 700,000 մարդ մերժել է այլևս սահմանադրություն ունենալը։ Հայաստանից տարածքներ զիջելը, Փաշինյանի օրակարգը, եկեղեցու վրա արշավը, ես դա եմ համարում նաև մեր աշխատանքի արդյունք։ Եվ ոչ տխուր չեմ, որ գուցե զուտ թվային առումով մեր քվեները կարող է մի քիչ պակասած լինեն։ Միայն ուրախ եմ, որ ընդդիմադիր դաշտի քվեները ավելացել են, որովհետև կա այդ գիտակցումը, որ միայնակ չենք կարողանալու մենք, ոչ ընտրություններով ենք կարողանալու, ոչ այլ ձևով ենք կարողանալու։ Ես չգիտեմ որքան էլ ուղիղ ասեմ, միայնակ որևէ ուժ չի կարողանալու այս ճգնաժամը հաղթահարել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն բրացակ նշել Տիկին Վարդանյան, որ Կներեք։ այդ քվեների մի մասը գուցե ընտրակաշարքով եք ձեռք բերել, Այդ որովհետև գուցեները- հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած Ժամանակն ավարտվել է, կներեք արդեն։ Այդ գուցեները, այդ ամբիոնից ելույթները, 500,000 մարդու մեղադրել ընտրակաշարք ստանալու մեջ։ Ես կոչ եմ անում այդ 500,000 մարդուն դատական հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ, զրպարտության մեղադրանքով եւ պահանջել ֆինանսական փոխհատուցում։ Այս անպատասխանատու վարքագիծը, եթե կա մեկը, որ վարչական ռեսուրս է կիրառել, ընտրակաշարք է տվել պետական այդ թվում, դա եղել է Նիկոլ Փաշինյանը։ Ես այս ամուսնալուծության բանն էլ չգիտեմ ոնց բացատրեմ, բացի այն, որ Իմ քայլի հիմնադրամը ամբողջ ընտրությունների արդյունքում իրականացրել է բարեգործական ակցիաներ ու ուղղակի, որ օրենքի տառի մասով խնդիր չլինի, բեմադրել են Քարդաշյանների շոուն, որը բեմադրել են։ Ուրեմն ընտրակաշարք բաժանող մի ուժ կա, եւ դա Նիկոլ Փաշինյանի ուժն է, տերոր անող մի ուժ կա, եւ դա Նիկոլ Փաշինյանի ուժն է, անպատասխանատու հայտարարություններ անող մի ուժ կա, եւ դա Նիկոլ Փաշինյանի ուժն է։ Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում Ալիևի մոտ արդարանա, ինչպես է 700,000 մարդ մերժել իրեն եւ սահմանադրական մեծամասնություն չի ստացել ինքը արդյունքում, բայց այն որ 700,000 մարդ ընտրակաշարքով է դա արել իր ընտրությունը, դա ամենալավ ճանապարհը չէ, ասեմ ավելին քրեական պատասխանատվություն ենթադրող ճանապարհ է։ 115 վարույթները, որոնք հարուցվել են հակակոռուպցիոն կոմիտեի եւ որոնցից 11-ը Ժամանակը ավարտվել է, խնդրում եմ, դադարեցրեք։